Ուժգին երկրաշարժի նախադրյալները այս պահին չկան, սակայն չեն բացառվում հնարավոր թույլ երկրաշարժերը։ Գնահատում է սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենը։ Միջին ուժգնության կամ չափավոր ուժգնության երկրաշարժի հավանականություն մեր տարածաշրջանում հաշվի առնելով, որ սեյսմովտանգ գոտում ենք ապրում, սեյսմոակտիվ գոտում ենք ապրում, հավանականություն կա, բայց ոչ այդքան բարձր։ Ընդհանուր առմամբ խոչապ մատնելու կարիք չկա եւ պիտի հետեւեն պաշտոնական լրատվությանը։ 6 բալանոց երկրաշարժ 70 հետ ցնցում։ Օրեր առաջ էր, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքը էլի ցնցվեց։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում 6-ից 7 բալ էր։ Բացի Սպիտակից այն զգացվեց նաև Շիրակի, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում։ Այդ ցնցումները շարունակվում են, այդ ցնցմանը հաջորդել է արդեն բավականին ցանակով մոտ 70 հետ ցնցում։ Դա բնական երևույթ է տեղի ունենում օջախում կուտակված այդ լարվածությունների էներգիայի միջկաթափում։ Այդ ցնցումներից մեկը զգացվել էր բնակչության կողմից, մնացածը չի զգացվել բնակչության կողմից, գրանցվում է մեր սարքերի կողմից։ Բալային սանդղակով ըստ էության այս ցնցումը այնքան էլ թույլ չէր։ Ավերածություններ սակայն չեղան բարեբախտաբար։ Մասնագետն այստեղ պարզաբանում է մագնիտուդային եւ բալային սանդղակների տարբերությունը։ Ամեն մի փոփոխությունը, մեկ մագնիտուդ փոփոխությունը ոնց որ տասնապատիկ է, մի կարգ է փոխում։ Ուժգնությունը դեպից այրեմ 6 ու 9 7 մագնիտուդը որ տեղի ունեցավ 88 թվականին, արդեն գալիս է 9-10 բալ։ Սա 6-7 բալ է։ Ենթադրենք, եթե 4 ու 6 մագնիտուդ լիներ, ասենք թե ոչ թե 10 կիլոմետր խորության վրա, այլ 30 կիլոմետր խորության վրա, մակերեսին կզգար 3-ից 4 բալ։ Լիներ 100 կիլոմետր խորության վրա, ոչ մի բան չի զգացի։ Հետ ցնցումներ առաջիկա օրերին եւս կլինեն ու կմարեն, սակայն ոչ մեծ ուժգնությամբ։ Սեյսմիկ ծառայությունում ասում են, ամենօրյա մոնիթորինգով սեյսմիկ ռեժիմի պատկերը մշտապես իրենց ռադարում է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։